պարոն Խաչատրյան, հաջորդ հարցը ձեզ եմ ուզում հղել։ Պարոն Խաչատրյան, հայտնի է, այդտեղ գաղտնիք չկա, որ պետական մարմինների համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում մասնավոր հատվածի հետ մրցակցել լավագույն կադրերին, լավագույն աշխատողներին գրավելու, պահպանելու համար։ Ու որպես հիմնական պատճառներից մեկ, նաև վարչապետը իր խոսքում նշեց, դրանք աշխատավարձերն են, եւ նաև նշվեց, որ այս ամենի տուժողը ի վերջո քաղաքացին ու պետությունն է, քանի որ այդ դեպքում մենք կամ չենք կարողանում լավ որոշումներ ունենալ, կամ եթե ունենում ենք լավ որոշումներ, ապա հաճախ չենք կարողանում դրանք լավ իրականացնել։ Այլ կերպ ասած, պետական կառավարման համակարգի արդյունավետությունը կախված է արդիական ինստիտուտներից, արդիական գործառույթներից եւ դրանք սպասարկող լավագույն ու մրցունակ կադրերի առկայությունից։ Այս ամենից ելնելով, ինչ ենք անում մրցունակ կառավարման համակարգ ձևավորելու ուղղությամբ, որպեսզի այն կարողանա առավելագույնս սպասարկել Հայաստանի Հանրապետության պետական շահը, այն է տնտեսության զարգացումը, բայց մյուս կողմից հաղթահարի, ինչպես վարչապետը նշեց, քաղաքական շեյմինգը, որն առկա է հատկապես երիտասարդ ժողովրդավարություն ունեցող երկրներում, ինչպիսին մեր երկիրն է։ Համեստ։ Շնորհակալություն, պարոն Պապայան։ Արդիական ինստիտուտների ձևավորման կամ ինստիտուտների արդիականացման հարցի մասին ես մի քիչ ավելի լայն եմ ուզում պարզաբանել այն, ինչ որ մենք հիմա անում ենք, եւ դա չի սահմանափակվում միայն այն առանցքային հարցով, որը վարձատրության գրավչության կամ մրցունակության հարցն է, հետևյալ կերպ։ Ցանկացած ինստիտուտ ձևավորվում է նպատակի շուրջ։ Եվ առաջին կարևոր հարցը, որ մենք մեզ տալիս ենք այս փուլում, այն է, թե արդյոք հստակ է, թե որ նպատակի շուրջ է տվյալ ինստիտուտը այդ ժամանակահատվածում կենտրոնացնելու է իր ժամանակը եւ աշխատանքը։ Որովհետեւ եթե մենք խոսում ենք մոտիվացիոն համակարգի մասին, նորից պետք է մտածենք այն հարցի շուրջ, որ մարդը մոտիվացված է աշխատում, եթե լավ գիտի, թե իրենից ինչ են սպասում։ Եթե մենք մեր գործընկերների առջև խնդիրները բավականաչափ հստակ չենք ձևակերպում, իրենք վերջում այդքան լավ չեն կարող պատկերացնել, թե արդյոք իրենք իրենց առջև դրված խնդիրը կամ այն խնդիրը, որի շրջանակում պետք է աշխատեին, կարողացել են լավ լուծել, թե ոչ։ Հետևաբար, այնինչ նաև պարոն վարչապետը նշեց իր խոսքում, մենք այս ամբողջ տարվա ընթացքում առաջնահերթ ենք համարել, որ յուրաքանչյուր պետական մարմին իր առջև ունենա առնվազն 3, որոշ դեպքերում գործընկերներն առաջարկած են եղել 4-5 կարևոր հարցեր, առաջնահերթություններ, որոնք կապված են այն նպատակի հետ, ինչի շուրջ այդ ինստիտուտը աշխատում է։ Հաջորդ հարցը բնականաբար այն է, թե ինչ եղանակով են այդ մարմինները, մեր գործընկերները մտադիր հասնել նպատակին։ Եվ դրանք այլ գործողություններն են, որոնք որ պետք է նկարագրված լինեն բավականաչափ հստակ, հանրային կառավարման համակարգի տեսանկյունից մենք դրան անվանում ենք ֆունկցիոնալ, օպտիմալ ֆունկցիոնալ կազմ, այսինքն այն, ինչ պետք է անել տվյալ նպատակին հասնելու համար, մենք պետք է առաջնահերթորեն բերենք առաջ, եւ ինչ անում ենք, բայց կարևոր չէ այդքան էլ կամ թվում է, որ ոչ այդքան կարևոր է, պետք է այդ հարցերը դնենք երկրորդ պլանում, որպեսզի մենք կարողանանք մեր ժամանակը եւ սահմանափակ ռեսուրսը օգտագործել առաջնահերթ խնդիրները լուծելու առաջ։ Առաջ է գալիս երրորդ հարցը, իսկ այդ արդյոք այն մարդիկ, ովքեր այդ խնդիրները լուծելուն ուղղված աշխատանք են տանում, ունեն բավականաչափ ռեսուրսներ կամ մոտիվացված են արդյոք այդ խնդիրները ճիշտ ժամանակին եւ որակով կազմակերպելու կամ լուծելու համար։ Այստեղ մի շեղում եմ ուզում անել եւ պատմել են մասին, թե մենք ինչ փաստեր արձանագրեցինք, երբ որ առաջարկությունը կամ համակարգը ձևավորելու տեսանկյունից ինչին առնչվեցինք այլ երկրների փորձը ուսումնասիրելու ժամանակ։ Վերջին 2 տասնամյակների ընթացքում մեր զարգացած գործընկերները, ումից որ մենք սովորաբար կառավարման համակարգում որոշումներ կայացնելու օրինակներ ենք վերցնում, մի հետաքրքիր զարգացում են անցել։ Ընդ որում, երբ ես դրա մասին ծանոթացա, մտածեցի, որ իմ երկար տարիների աշխատանքը նաև պետական կառավարման համակարգում այդ մտածողության շրջանակներում է եղել։
10-15 տարի առաջ որպես կանոն պետական համակարգերը գործում էին տնտեսության համար ընդհանրապես որակյալ կադրեր պատրաստելու համար։ Այսինքն մարդը երբ որ գալիս է պետական համակարգ, մտածում էր, որ ոչինչ որ այնտեղ պայմանները այնպեսին չեն, ինչպեսին կարող են լինել մասնավոր հատվածում, կաշխատի 3-5 տարի իր կրթության ժամանակահատվածում ստացած գիտելիքները կամրապնդի փորձառությամբ, հետո ինչ որ պահի կգնա մասնավոր հատված եւ այնտեղ ինքը իրեն հատուցված կզգա լիարժեք, որովհետեւ իր գիտելիքների եւ փորձառությանը կհանդիպի արդեն պատշաճ վարձատրության համակարգ։ Վերջին 10 տարիների ընթացքում Եվրոպական միության գրեթե բոլոր երկրներում պետական համակարգում կառավարման մարմիններում ներգրաված մարդկանց վարձատրությունը մոտ 10%-ով ավելի բարձր է, քան համարժեք աշխատանքի դիմաց վճարում է մասնավոր հատվածը։ Բայց սա միայն ցուցանիշ չէ։ Սրա տակ ընկած է պատմություն, որ այլևս բոլոր հասարակությունները գիտակցում եւ գնահատում են, որ պետական կառավարման մեջ ծառայություն մատուցող մարդիկ ավելի որակյալ լինեն միջինից եւ որ անհրաժեշտ է պետության կողմից մատուցվող ծառայությունները որակով ժողովրդին վերադարձնելու համար։ Սա այն է, որ այլևս պետական համակարգի իմաստը այս տեսանկյունից փոխվել է։ Հիմա այստեղ առաջ է գալիս երկու հարց իր հերթին։ Նախ, երբ որ մենք խոսում ենք պետական համակարգի մրցունակության մասին եւ այստեղ ներկաներից շատերը աշխատում են պետական համակարգում, ես խնդրում եմ այնպեսի տպավորություն չլինի, որ մենք մտածում ենք, որ երբ որ համակարգը բարեփոխված կլինի, մենք կգնանք եւ դրսից կբերենք այն լավագույն մասնագետներին, ովքեր այդ աշխատանքը պետք է ամենալավ ձևով անեն։ Սա դրա մասին չի, որովհետեւ մենք հաճախ պետական համակարգում ունենք նաեւ մյուս խնդիրը։ Մեր գործընկերները պետական համակարգում աշխատում են ինչ որ մի աստիճանի, որովհետեւ դրանից հետո այլևս մոտիվացված չեն համարում իրենց շարունակելու աստիճանով հետագա շարժը, այլևս համարում են, որ իրենց փորձառությունը եւ գիտելիքները դրսում ավելի պահանջված են, քան ներսում, եթե այդպես ասենք։ Եվ մեր կարծիքով համակարգը պետք է լինի այնպիսին, որ բոլորի համար մշտապես մոտիվացիա ստեղծի անընդհատ կատարելագործվելու, կրթվելու, ինչպես պարոն վարչապետը նշեց, արդեն մեր բոլոր բնակավարներում կրթությունը որպես ռազմավարություն կարևորելով եւ շարունակի իր ապագան տեսնել կառավարման համակարգում ծառայություններ մատուցելու մեջ։ Հիմա մեր ներկա աշխատանքը դրա շուրջ է։ Պարոն վարչապետն էլ հարցերից մեկին պատասխանելով նշեց, որ այն ինչ եզրակացության մենք կգանք, դա աշխատավարձերը բարձրացնելու մասին չէ, որովհետեւ վարձատրությունը միայն աշխատավարձը չէ։ Վարձատրությունը ունի տարբեր բաղադրիչներ եւ մենք փորձում ենք, ընդ որում ես այստեղ էլ եմ իր պարզաբանում ուզում բերել գործընկերների համար, քաղաքացիական ծառայության համակարգում աշխատող մեր գործընկերները գիտեն արդեն շատ տասնամյակներ կիրառության մեջ գտնվող մի պարգևավճարների համակարգ, որը գնահատման համակարգի վրա է կառուցված։ Այդ մեր քաղաքացիական ծառայության մեջ գտնվող մարդիկ դրան անվանում են Մալբորի համակարգի մեջ, այդ ինքնաշխատ եղանակով լրացվող կատարողականի արդյունքում ձևավորվող համակարգը, որը իրականում գնահատում չէ։ Մենք բազմաթիվ անգամներ ենք լսել դրա մասին, գնահատում չէ այն առումով, որ մարդիկ շատ հաճախ թողներ են նորից իմ գործընկերները, եթե ես գնահատականում մի քիչ ծայրահեղեմ, բայց ձևականորեն են լրացնում։ Այդ ձևականորեն լրացված գնահատականները գործնականում որևէ քննարկման չեն ենթարկվում եւ մարդիկ արդեն սովորել են, որ այն ինչ որ կոչվում է պարգևավճար իրենց լավ աշխատանքի դիմաց, սա մի աշխատավարձի բաղադրիչ է, որ ավելացվել է իրենց աշխատավարձին։ Հիմա մենք չենք ուզում նաեւ, որ այս համակարգի վերջում այնպեսի ընկալում լինի, կամ մեր արած աշխատանքի արդյունքում այն առաջարկության դիմաց, որը առաջիկա օրերին կառավարությունը կքննարկի եւ կհաստատի, որ դա դառնա մարդկանց ընկալման մեջ հերթական աշխատավարձային մի բաղադրիչ, բայց այլ անունով, եւ մենք ունենանք մի քանի ամիս հետո այն նույն իրավիճակը ունեցել ենք տարիներ շարունակ։ Այստեղ պետք է շատ հստակ լինի այն ընկալումը, որ սա աշխատանքի գնահատման արդյունքում եւ դրա չափման դիմաց տրվող խրախուսական հավելավճար է լինելու։ Ինչպես անել դա հեշտ է անել, թե չէ, պետք է ասեն, որ շատ դժվար է անել, որովհետեւ այդ խնդիրը ձևակերպել է իր հերթին, ընդ որում մի բան էլ ասեմ, նորից արդեն հաշվի առնելով, որ մենք 1 տարի այդ աշխատանքով զբաղվում ենք,
Առնչվել ենք նաև հետևյալ հարցին. խնդիրները նույնիսկ մեկ հարթության մեջ չեն ձևակերպված։ Դժվար է տարբեր գերատեսչությունների դեպքում ձևակերպել համանման բարդության խնդիր։ Մի դեպքում դա ավելի բարդ աշխատանք է, մի դեպքում թվում է ավելի պարզ աշխատանք է, եւ այն մարդիկ, ովքեր ներգրաված են լինում ավելի բարդ աշխատանք կատարելու մեջ, պետք է վերջում իրենց էլի բարի համար ներողություն եմ խնդրում, պատժված չզգան, որ իրենք այդ բարդ խնդիրը վերցնելով չեն կարողացել ապահովել լավագույն արդյունքներ։ Բայց դա պետք է նշանակի, որ մենք մեր օրակարգը ձևավորելուց չենք վախենում բարդ խնդիրներ վերցնել եւ լուծել, բայց նաեւ շատ լավ տեսնում ենք այն մեխանիզմները, որով մենք պետք է կարողանանք արդյունքում չափելի եղանակով գնահատել։ Մենք կարողացել ենք մեզ տրված հանձնարարությունը ճիշտ ժամանակին եւ պաշար ձևով կատարել, թե չէ։ Եվ ամենավերջինը, որ ուզում եմ ասել, սա մի ճանապարհ է, պարոն Պապոյան, որ մենք պետք է անցնենք մտածելով, որ լավագույն լուծումները միանգամից գտած չենք լինելու։ Այսինքն չենք կարծում, որ բոլոր հարցերի պատասխանները միանգամից կտրվեն։ Եվ ավելի հավանական է, որ մեր առաջիկա ամիսների աշխատանքի ընթացքում մենք կտեսնենք նորանոր հարցեր, որոնք դեռևս պարզաբանված կամ կարգավորված չեն, եւ որոնք էլ մենք պետք է փորձենք ուղեկցող աշխատանքի եղանակով լսել, հասկանալ եւ կարգավորել։ Դրա արդյունքում ունենալ այնպիսի մի համակարգ, որտեղ մեր համակարգի ներսում մարդիկ անում են իրենց առավելագույնը, որ իրենց գիտելիքները եւ փորձառությունը ծառայեցնեն իրենց արժե դրված խնդիրը լուծելուն եւ այդպիսով իրենց ինստիտուտի արժե դրված խնդիրը լավ լուծելու համար, որն էլ հավաքական իմաստով մեր կառավարության ընդհանուր աշխատանքի գնահատականը պետք է դառնա։ Ես կարծում եմ մենք դեռ առիթ կունենանք այս հարցի մանրամասների մասին առաջիկայում շատ խոսելու եւ արդեն առանձին վերցված հարցերից յուրաքանչյուրը բարձրաբանելու համար սա առիթ էր, որ մենք ընդհանրական առումով խոսենք սրա մասին, բայց վստահաբար այն բոլոր մանրամասները, որոնք դեռևս արժևում պետք է քննարկվեն, կբացեն նոր շերտեր եւ նոր բարձրաբանումներ կդառնան։ Շնորհակալ եմ։